Free News-ի եթերում լուրերից դուրս քննարկումն է սկսվում, այսօր տաղավարում ես հյուրընկալել եմ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին։ Բարև ձեզ, պարոն Բաբաջանյան, նաև բարի գալուստ, որտեղ գիտեմ, որ հերթական արտերկիր այցելություններ, չնշենք երկիրը, հա։ Գիտեք ինչն է ինձ հետաքրքիր շատ, Հայաստանյան այս քաղաքական թոուբոհի մեջ հետաքրքիր բան ստացավ, տեսք ստացավ Լեռնային Ղարաբաղ մեղրի փոխանակման այն փաստաթղթի հրապարակումը։ Հա, այդ փաստաթղթի մասին դուք էլ ես էլ խոսել ենք, դրա մասին գիտեինք, բայց թղթի վրա կետերով, քաղաքներով, գյուղերով նշված մի քիչ ուրիշ է, էլի։ Ինքը ըստ ձեզ այն տպավորությունը թողեց հասարակության վրա, ինչ որ պետք է թողեր։ Կարծում եմ հասարակությունն ամբողջությամբ կարողացել է ողջ խորությամբ եւ լրջությամբ ընկալել, թե ինչ է տեղի ունեցել իր թիկունքում, ինչպիսի համաձայնություններ են եւ բանակցություններ են կայացել, բայց ինձ նույնիսկ այդ փաստաթղթի բովանդակությունը այդքան չի հետաքրքրում, որքան բանակցությունների ժամանակ խոսակցությունների եւ ստենոգրամաների վերցանումը, որտեղ փակ դռների ետևում տեղի են ունեցել կարևոր խոսակցություններ, որոնք արձանագրվել են։ Եվ ես շատ պիտի ուզեի, որպեսզի ոչ միայն այս փաստաթղթերը հրապարակվեին, այլ օրինակ Key West-ում, որտեղ ես ներկա եմ եղել։ Ինչ է խոսվել փակ դռների ետևում։ Եվ Հայաստանը իրեն ոնց է պահել, Հայաստանը, որ համաձայնել է այդ տարբերակին, եւ Ադրբեջանն էլ Key West-ում համաձայնել է, ինչ է տեղի ունեցել մոտավորապես հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է այդ տարբերակից։ Եվ Թոֆիկ Զուլֆուգարովը, որ արտգործնախարարն էր, հրաժարական տվեց այդ պատճառով։ Հիշում եք, որ Ալիևը շատ մտահոգված տեսք ուներ։ Այո, բայց այդտեղ շատ կարևոր ուրիշ նրբություն կա, որ ուզում եմ հատուկ նշել։ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշ կրտսերը եւ Քոլին Փաուելը, որը պետքարտուղարն էր եւ վարում էր այդ հանդիպումը, Բուշը պատրաստ էր երկու երկրների նախագահներին Սպիտակ տանը ընդունել, եթե իրենք կարողանան համաձայնության հասնել։ Եվ իրենք ընդունելության արժանացան, եւ Սպիտակ տանը խոսվեց այդ մասին, որ ուրեմն Key West-յան այդ տարածքների փոխանակման մոդիֆիկացված այդ տարբերակը հաջողվել է երկու երկրներին համաձայնեցնել։ Այստեղ նույնիսկ ներքին այդ խոսակցություններից անդին կարծում եմ կարևոր է իմանալ, որ այս ընդհանրապես տարածքների փոխանակման գաղափարը Երևանում է ծագել։ Այդքան այլասերված է եղել մեր քաղաքական իշխանությունը եւ մեր դիվանագիտության համար պատասխանատու արտաքին գործերի նախարարությունը։ Դուք պատկերացնում եք, Երևանում է հասունացել Հայաստանի ինքնիշխան տարածքի հաշվին այլ պետության կազմում ինքնորոշման իրավունքի շուրջ ծավալված կոնֆլիկտի հանգուցալուծումը։ Ես տարբեր դիվանագետների հետ եւ ուսումնառության ընթացքում եւ դրանից հետո անընդհատ քննարկումների ժամանակ մարդիկ ուղղակի չէին պատկերացնում ինչպես կարելի է թույլ տալ սեփական երկրի տարածքի հաշվին այլ հակամարտության կարգավորման ընդ որում սահմանային տարածքի նաեւ հարավային դարպաս է երկրի, որը բոլորովին այլ մեծ բարեկամ երկրի հետ միակ սահմանն է ապահովում։ Եվ արևելքի հետ պիտի ասեմ, որ Քավանոն, որը Միացյալ Նահանգների ուրեմն համանախագահն էր ԵՀԿ Մինսկի խմբում, իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ շատ ուշագրավ մի բան ասեց 2001 թվականին Key West-ում։ Ասում է, մենք չենք կարող վերջնական համաձայնության հասնել այս փաստաթղթի շուրջ, նույնիսկ եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն, քանի դեռ մենք չենք համաձայնեցրել հարցը Իրանի իշխանությունների հետ, որտեղ Իրանը ըստ էության կորցնում է սահմանը Հայաստանի հետ եւ առանց Իրանի հետ համաձայնեցնելու եւ ճանապարհը դեպի Եվրոպա եւ չենք կարող ուրեմն ասել, որ
լուծված է հարցը։ Այսպիսի դետալներ կան եւ կարծում եմ դեռ շատ ու շատ նոր իրողություններ են բացահայտվելու, որոնք ցույց են տալու, որ մենք իրականում դիվանագիտություն որպես այդպեսին չենք ունեցել։ Ամբողջությամբ պետության ձախողման վկայությունն է հրապարակվել։ Ձախողված պետության ամբողջ արձանագրումն է մեր առջև բացվել։ Եվ պատկերացնում եք, այսպիսի համաձայնությունների հեղինակները պետության պաշտպանությունն ամբողջությամբ թողել էին 18 տարեկան այդ երեխաների ուսերին։ Այսպիսի այլասերված պայմանավորվածությունների հեղինակները, որոնք պիտի ամբողջ բեռը անվտանգության ապահովման վերցնեին իրենց վրա, մանավանդ պատերազմից հետո ընդամենը փաստորեն հաղթական Հայաստանի կողմից հաղթած պատերազմը տեղի էր ունեցել 94 թվականին։ Եվ ընդամենը 5-6 տարի անց մենք այս տեսակ պայմանավորվածությունների եւ այս տեսակ բանակցությունների մեջ ենք հայտնվել, ըստ էության ամբողջությամբ ձախողելով դիվանագիտական աշխատանքները եւ ամբողջ անվտանգության ապահովման բեռը թողնելով երեխաների վրա, 18 տարեկան երեխաների վրա, եւ պիտի ասեմ, որ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը մոտավորապես 6000 զոհ ենք մենք ունեցել այսպես կոչված խաղաղ պայմաններում։ 6000, ավելի շատ, քան պատերազմի 44 օրյա պատերազմի ընթացքում։ Այդ որ այդքան խոսում են իմ ժամանակ խաղաղություն է եղել եւ այլն, այսինքն մենք ունեցել ենք ավելի շատ զոհ այդ 20 տարիներին, 98-ից 2018 թվականներին, այսպես կոչված խաղաղ տարիներին, քան ուրեմն ունեցել են 44 օրյա իրական պատերազմի ժամանակ։ Սա ես շատ պիտի ուզեի, որպեսզի առաջ անցնելով կարողանայինք այս փաստաթղթերին նայել ուղղակի որպես տնային աշխատանք, թե ինչպես չի կարելի այլևս ապրել, ինչպես չի կարելի առհասարակ դիվանագիտություն վարել, որ ամբողջությամբ սուբյեկտայնությունդ հանձնել ես մեկ այլ երկրի, մեկ այլ ուժային կենտրոնի ու ապավինել ես իր միանձնյա տնօրինմանը քո ճակատագրին։ Եվ հավատացել ես, որ օրինակ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին զուգահեռ կարելի է եռակողմ Ռուսաստանի միջնորդությամբ այլ ձևաչափով պայմանավորվածությունների գնալ այն դեպքում, երբ տեսնում ես, որ այդտեղ արդեն դու մենակ ես ընդդեմ երկուսը համատեղ գործում են քո դեմ։ Առնվազն կարելի էր ենթադրել, որ 2010 թվականից, որ Ռուսաստանը սկսեց ահռելի հարձակողական սպառազինություն վաճառել Ադրբեջանին, այդտեղ աշխարհաքաղաքական նոր հավասարակշռություն էր ձևավորվում, որին Հայաստանը որևէ կերպ չէր կարող արձագանքել, որովհետև մտածում էր, որ դա կարող է շատ ցավոտ այլընտրանք էլ չկար։ Հայաստանը իրավունք չուներ զենք առնել այդ տեղից։ Այլընտրանք 2013 թվականի սեպտեմբերի 3-ին մենք այդ այլընտրանքից էլ զրկվեցինք։ Այո։ ՍԵՊԱ-ի այդ համաձայնագրի մեջ մինչև ՍԵՊԱ-ն, գիտեք, ասոցիացիան գործընթաց կար եւ մենք ասոցիացիան այդ համաձայնագրում կարևոր արձանագրումներ կան անվտանգության վերաբերյալ։ Եվ սա չափազանց կարևոր իրողություն էր, ինչից մենք հրաժարվեցինք եւ իդեպ նախորդին Եվրամիության հետ ձեռք բերված այդ կարևոր ստրատեգիական փաստաթղթի ստորագրումը մեզ հետ տարավ սեպտեմբերի 3-ին ելման դիրք եւ մենք հիմա հնարավորություն ունենք Եվրոպայի հետ իրապես արժանապատիվ հարաբերություններ հաստատելու, որովհետեւ սեպտեմբերի 3-ը մի մեծ վթար էր, աղետ էր, տրաֆիկինգ էր Հայաստանի նկատմամբ։ Դիվանագիտական դա մեր հիվանդության պատմության մեջ, որևէ երկրի հիվանդության պատմության համար դա մի սարսափելի հետք էր, հա, ասենք, որ քեզնից ուղղակի մարդիկ վախենում են քո հիվանդությունից, որովհետև դու կարող ես 2 տարի բանակցել եւ մի գիշերվա մեջ հրաժարվել քո բանակցության ամբողջ այդ ժառանգությունից։ Ընդ որում ներողություն, մենք տնային աշխատանքով առաջ էինք նույնիսկ Վրաստանից եւ Մոլդովայից։ Եվ Ուկրաինայից, որոնք, այո, ի վերջո ասոցիացիան
այդ համաձայնագրերը կարողացան կնքել։ Հիմա շատ կարևոր է որպեսզի մենք այս կապերը նաև հասկանալով, որովհետև տեսեք, կարծես ոչ մի կապ չունի Ղարաբաղյան կարգավորման այս հրապարակված փաստաթղթերը նախորդին Բրյուսելում տեղի ունեցած պատմական իրադարձություններ, բայց գալիս կապվում է, մենք չենք կարող այլևս նույնիսկ պատկերացնել, որ ունենալով Եվրամիության հետ գործընկերային այսպիսի խորը հարաբերություններ, Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության այդպիսի խորը համագործակցություն, Հայաստանի հետ չի կարող տեղի ունենալ այն, ինչ մեզ հետ տեղի ունեցավ, երբ մենք չունեինք այդ համագործակցությունը։ Հիմա իրավամբ ինձ հարցնում են, ասում են, բա ուր էր Արևմուտքը, երբ Արցախում այդ բոլորը տեղի էր ունենում։ Հարգելիներ, մենք ամբողջ բեռը դրել էինք մի երկրի պատասխանատվության վրա։ Եվ թույլ չէինք տվել նույնիսկ, որ Մինսկի խումբը որևէ կերպ ներգրավվեր այդ պայմանավորվածությունների մեջ։ Նոյեմբերի 9-ը ամբողջությամբ արբիտրի եւ պատասխանատուի դիրք էր վերցրել Ռուսաստանը եւ Հայաստանի համաձայնությամբ Ղարաբաղի անվտանգության, Ղարաբաղի բնակչության անվտանգության ամբողջ պատասխանատվությունն էր ընկել Ռուսաստանի վրա, այնտեղ այլ պատասխանատու չկար։ Որքան էլ մենք ցանկանայինք միջազգային դերակատարների ավելի գործուն ներգրավվածություն եւ մասնակցություն, անհնար էր, որտեղ զինվորները տեղում ռուսներն էին։ Եվ միայն ռուս զինվորները կարող էին թույլ տալ կամ չթույլ տալ այն ինչ տեղի ունեցավ Սյունիքում էին, դա էլ չմոռանան։ Այն ինչ որ տեղի ունեցավ Արցախում։ Ավելին Հայաստանի տարածք ներխուժման բոլոր այն հատվածները, որտեղ ադրբեջանցիները այսօր կանգնած են, այդտեղ ռուսներ են կանգնած եղել։ Ես ինստայս Վարդենիսի հատվածում անձամբ գնացել եմ տարբեր գյուղերում, տեսել եմ եւ համոզվել եմ, որ այդտեղ ռուսներին է վերապահված եղել այդ դիրքերի պահպանությունը։ Եվ իրենք նախապես կոորդինատներ են տվել ադրբեջանցիներին, իրենք նախապես դուրս են եկել այդ դիրքերից, հանձնել են ադրբեջանցիներին եւ դուրս են եկել։ Այսինքն այդ աստիճան դավաճանություն է տեղի ունեցել։ Եվ հիմա պետք չի ընդհանրապես խոսել ռուսները լավն էին, վատն էին։ Հիմա մեզ պիտի սա դաս լինի այլևս այսպես ուղղակի պետություն կառավարելու, իշխանություն իրացնելու այլևս նման օրինակ այս ձախողված այս իրականությունը մեր աչքի առջև ունենալով այլևս թույլ չտալու համար։ Դուք արդեն իսկ նշեցիք Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի մասին, որը իրավապես ֆանտաստիկ երևույթ էր։ Երևի թե սրանից 2 տարի առաջ մեր մտքով անգամ չէր անցնի։ Բայց մի տարի առաջ շատ կարևոր իրադարձություն եղավ, ուզում եմ հետեղ հեսա հատկապես վկայաբերել 2024 թվականի ապրիլի 5-ի հայտնի միջոցառումը Բրյուսելում Հայաստան, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ։ Այո։ Այդ գագաթնաժողովը իրապես բեկումնային էր եւ իրապես պատմական եւ հիմա մենք դրա արդյունքն ենք քաղում։ Միացյալ Նահանգները այս տարի հունվարի 14-ին ստորագրեցին Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը եւ հիմա ստորագրվում է ռազմավարական այս օրակարգի վերաբերյալ համաձայնությունը Եվրամիության եւ Հայաստանի միջև շատ ավելի կարեւոր միջոցառում է առաջիկայում սպասվում Գարնանը եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հաջորդ օրը առաջին անգամ տեղի ունենալու Հայաստան Եվրամիություն գագաթնաժողով Եվրամիության անդամ բոլոր պետությունների առաջնորդների եւ Հայաստանի իշխանությունների միջև։ Այսինքն մենք նոր ձևաչափ ենք կարողացել հիմնել Հայաստանի եւ Եվրամիության։ Սա հումանիտար չի, սա ֆրանկաֆոնիա չի, սա քաղաքական համագործակցություն է անդամ բոլոր երկրների հետ համաձայնեցված։ Եվ այստեղ շատ կարևոր է, որքան հետևողական մենք կլինենք այս ձեռքբերված պայմանավորվածություններից հետո մեր հաջորդ գործողություններում։ Շատ կարևոր է արագ DCFTA-ի ասոցիացման գործընթացի շուրջ պայմանավորվածությունները, բանակցությունները սկսել եւ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ընդհատված այդ վթարը պիտի մենք կարողանանք արագ շտկել։ Թույլ չտալ, որ այդ հիվանդության պատմությունը մեզ հնարավորություն չտա առաջ շարժվել։ Մենք հիմա եկել ենք 2013 թվականի սեպտեմբերի 3-ի ելման
դիրք։ Հիմա պիտի շարժվենք, ասոցիացիան համաձայնագիրը պիտի վավերացնենք, բայց դրանից առաջ պիտի ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Այս համաձայնագիրը մեզ ահռելի անվտանգային հնարավորություններ է տալիս։ Հիմա մենք հապկում ենք դե յուրե, փաստացի ըստ էության մենք չենք մասնակցում ոչ հանդիպումներին, ոչ զորավարժություններին, բայց շարունակում ենք մնալ։ Հիմա այդ հնարավորություններից ամենակարևորը հետախուզական տվյալներն են։ Ընդհանրապես պատերազմները առանց հետախուզական կարողությունների եւ տեխնիկական եւ ինֆորմացիոն հնարավոր չի հաղթել։ Եվրամիությունը պատրաստ է մեզ այդ տվյալները տալ, բայց մենք պարտավորություններ ունենք հապկի առջև։ Եվ նույնիսկ եթե դե յուրե այդ պարտավորությունները եւ փաստացի մենք հրաժարվում ենք կամ սառեցրել ենք հարաբերությունները, այդ փաստացի մեր այնտեղ գտնվելը կարող է կաշկանդել եվրոպացի գործընկերներին եւ նրանք կարող են ամբողջական մեզ հետ դերևս համագործակցությունից հրաժարվել։ Ուրեմն այստեղ վճռականություն է մեզ պակասում է արագություն, որակ եւ կոմպետենցիա։ Մեզ պետք է որպեսզի անհրաժեշտ բոլոր գերատեսչությունները, ովքեր պատասխանատու են Հայաստանի Եվրոպական միության անդամակցության գործընթացի համար։ Իսկ դուք գիտեք, որ անցյալ տարի հենց այս շրջանում էր, երբ մենք ավարտեցինք Եվրաքվեի հայտնի մեր գործընթացը, ստորագրահավաքը, որի վերաբերյալ Արարատ Միրզոյանը մի քանի արձանագրում արեց Բրյուսելում, որ սա ըստ էության հանձնարարություն է ժողովրդի կողմից եկած։ Եվ մարտ ամսին այս տարի ընդունված օրենքը ուղղակի ուղեցույց է, որ Հայաստանը դառնալու է ի վերջո տեխնացու անդամ երկիր, անսպասելի նաև եվրոպացիներին իհարկե, որովհետև այդպիսի օրակարգ չկար, այդ օրակարգը մենք ենք վերել, ես, Արամ Սարգսյանը, Տիգրան Խզմալյանը նստել ենք միասին, ֆինանսավորել ենք այդ ամբողջ գործընթացը եւ ստորագրահավաք ենք սկսել ամբողջ Հայաստանով եւ այդպիսի մեծ խանդավառություն չենք էլ պատկերացրել, որ կարող է լինել։ Այո, ես հիշում եմ, որտեվ կասկածում էինք, բա որ չստացվի, բա որ ժողովուրդը չգա, բա որ ժողովուրդը վախենա, ու մենք ընդամենը շատ քիչ քաղաքներում զետեղեցինք այդ կետերը, որտեվ նաև նյութական այդպիսի հնարավորություններ չունեինք, որ ամբողջ երկրով կարողանայինք ստորագրահավաքը իրականացնել, բայց շատ կարճ ժամանակում ընդամենը 1 ամսում կարողացանք անհրաժեշտ քանակից ավելի 10,000 ավելի 60,000 ստորագրություն հավաքել։ Մենք համոզվեցինք, որ սա իրապես ժողովրդի որոշումն է, ժողովրդի վճիռն է, որ Հայաստանը պիտի իր արտաքին քաղաքական նոր այսպես ճանապարհը անցնի Եվրոպայի հետ, Եվրոպական միության կազմում։ Շատ լավ, եւ իհարկե, երբ խոսում ենք Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության մասին, այդ երկուսին էլ վերաբերվում է նաեւ եկեղեցու թեման, որովհետեւ եկեղեցին մեր ոչ միայն Հայաստանում է, ամբողջ աշխարհում է։ Այո։ Իսկ արտաքին աշխարհը նույնպես վերաբերվում է եւ իհարկե ներքին քաղաքականություն։ Եվ ասեմ, որ դա ընդհանրապես բոլոր քաղաքականությունները ներքին են։ Որքան էլ մենք խոսում ենք արտաքին քաղաքական իրողությունների մասին, եթե ներսում դրա համար չլինի անհրաժեշտ հող, մենք չենք կարող օրինակ Եվրոպական միության հետ այսքան խորացնել մեր հարաբերությունները կամ Միացյալ Նահանգների հետ խորացնել հարաբերությունները։ Այդ բոլորը մեզ հնարավոր է դարձնում, որտեղ ներսում կան այդպիսի տրամադրություններ եւ այդպիսի պատվեր։ Այլապես հնարավոր չի լինի առաջ շարժվել։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցուն ընդդիմանում է հենց այդ տրամադրություններին եւ հասարակական այդ պատվերին։ Դառնալով ըստ էության գլխավոր խոչընդոտը Հայաստանի պետականության եւ պետության արչեւ կանգնած մարտահրավերները արժանիորեն հաղթահարելու։ Ես ձեզ պիտի ասեմ, որ եկեղեցու շուրջ սկսված այս վերջի խմորումները այլևս շատ քիչ են առնչվում եկեղեցու։ Սրանք ընդհանրապես եկեղեցու հետ կապ չունեցող, հավատքի հետ կապ չունեցող իրողություններ են։ Սա ամբողջությամբ հայկական պետականության հարատևության առնչվող հարց է։ Եվ մեր բոլորի հավաքական միտքը պիտի լինի անցնցում այս ճգնաժամը հաղթահարել եւ թույլ չտալ, որ այս իրավիճակի պատասխանատուները իրենց հետ կործանեն եւ եկեղեցին եւ պետությունը։ Իսկ ես ասեմ, որ կա այդպիսի տրամադրություն եւս։ Այսինքն հակառակ կողմում կան եպիսկոպոսներ եւ իրենց առաջնորդում է ամենայն հայոց կաթողիկոսը, ովքեր ոչնչի առջև չեն կանգնելու,
Եվ ես իհարկե շատ ուրախ եմ եւ աջակցում եմ այն եպիսկոպոսներին, ովքեր գիտակցեցին նաեւ իրենց պատասխանատվությունը եւ ըստ էության մեր եկեղեցու յուրաքանչյուր 5 եպիսկոպոսից մեկը այս պահին կանգնած է պետության կողքին եւ մենք պարտավոր ենք որպես քաղաքական դաս կանգնել այս եպիսկոպոսների կողքին եւ թույլ չտալ որ այս ահռելի ճնշումները որևէ կերպ նրանց տրամադրությունների նրանց որոշումների վրա ազդի։ Իսկ ես ասեմ ձեզ, որ եւ դրսից եւ ներսից հիմա ահռելի ճնշումներ կան այդ եպիսկոպոսների նկատմամբ։ Նաեւ նրանց, ովքեր ցանկանում են միանալ այս եպիսկոպոսներին, հասկանալով, որ այլևս այսպես հնարավոր չի շարունակել։ Հիմա խոսում են Նավասարդ Սրբազանը, չգիտեմ, այլ սրբազաններ, ինչպես կարելի է նրանց հետ։ Նավասարդ Սրբազանը չի ասում, որ ինքը անմեղ է, բայց մեղավոր Նավասարդ Սրբազանն ասում է այսպես այլևս հնարավոր չի շարունակել։ Ի տարբերություն մեղավոր Արշակ Սրբազանի, որը ասում է մեղքերի մեջ եմ, այո, բայց ես ձեզ բոլորիդ տանելու եմ ինձ հետ կործանման։ Հիմա մենք պիտի որպես քաղաքական դաս ընտրենք, որ մեղավորի հետ պիտի մենք առաջ շարժվենք։ Նրա, ով ասում է այսպես այլևս հնարավոր չէ շարունակել, թե նրա, ով պատրաստ է իր հետ եւ եկեղեցին եւ պետությունը կործանել։ Ուրեմն պիտի ունենանք այս ոգին, այս հասունությունը, որ թույլ չտանք, որ այս մի քանի արկածախնդիրները, ովքեր ամենևին Հայաստանի ներսից չեն ստանում իրենց հանձնարարություններն ու անելիքը, կանգնենք այս առողջ եպիսկոպոսների կողքին, պատասխանատու եպիսկոպոսների կողքին եւ որպես քաղաքական դաս, որպես պետություն թույլ չտանք, որպեսզի նորանոր ցնցումների ենթարկենք պետությունը, հասարակությունը եւ եկեղեցին։ Ընդ որում դուք նշեցիք բարձր դասը եկեղեցու, բայց պակաս կարևոր չէ նաեւ, որ այդ շարժումը վարդապետները եւ քահանաները պիտի նաեւ նրանց նկատի ունենանք, բայց գիտեք առաջիկայում եպիսկոպոսատ ժողով է լինելու եւ բոլոր հարցերը կարծես հենց այնտեղ են ուրեմն լսվելու ընդհանուր տրամադրությունները այնպիսին են, որ վեհապարը պատրաստ է ընդհուպ միջև եկեղեցին տրոհել։ Մենք այս պահին խոսում ենք եկեղեցու միասնության մասին, բայց մարդիկ կան, ովքեր եկեղեցականներ, ովքեր չեն բացառում, որ օրինակ Ռուսաստանի տարածքում կարող է կաթողիկոսություն հիմնվել։ Այսպես առանձին կաթողիկոսություն։ Եվ Ռուսաստանը փորձի այդ հանգամանքը եւս օգտագործել Հայաստանի պետականության դեմ։ Ինչպես մեծի տանը Կիլիկիոն, հիմա Կիլիկիայի պատմությունը հենց այդպես էլ եղավ։ Սսի կաթողիկոսությունը ինչպես էր։ Կաթողիկոսը ասաց ես հիվանդ եմ, գնացեք Էջմիածնում կաթողիկոս ընտրեք։ Էջմիածնում կաթողիկոս ընտրվեց, ինքը ասաց ես էլ եմ կաթողիկոս։ Եվ այդպես սսի կաթողիկոսությունը հիմնվեց մինչև մեր օրեր Կիլիկիայում մենք ունենք կաթողիկոսություն։ Հիմա չի բացառվում, որ այս դեպքերի զարգացումները դրան հասցնեն ու մենք դա չպիտի թույլ տանք։ Մեր եկեղեցին պիտի մնա անսասան եւ միասնական։ Մենք արդեն այդպիսի տրոհում ունենք։ Կիլիկիայի աթոռը վաղ թե ուշ պիտի միանա մայր եկեղեցու հետ, որովհետեւ որևէ պատճառ չկա, որ հայ եկեղեցին լինի։ Մինչ այդ փորձ արվեց, հիշում եք։ Հասկացանք կար խորհրդային միություն, այդ ժամանակ ինչ որ կերպ կարելի էր արդարացնել։ Անկախ Հայաստանի պայմաններում Կիլիկիայի առանձին աթոռ ունենալու եւ տարբեր երկրներում առանձին թեմեր պահելու որևէ անհրաժեշտություն չկա, բացի նրանից, որ Դաշնակցությունը ցանկանում է Կիլիկիայի աթոռի միջոցով ուղղակի նյութական իր հարցերը այսպես զուգահեռ լուծել։ Բայց մենք հասկանում ենք, որ մեր եկեղեցին այդ նպատակներին չպիտի թույլ տանք, որ ծառայեցի, եւ այստեղ շատ կարեւոր է Հայաստանի իշխանությունների քայլերի խոհեմությունը, լրջությունը։ Ես կարծում եմ, որ առաջիկա սահմանադրական փոփոխությունների մեջ պիտի անպայման նկատի առնվի սփյուռքը եւ շատ պիտի ուզեմ, որպեսզի պետական լեզվի կարգավիճակ տրվի օրինակ արևմտահայերենին։ Սա կլիներ օրինակ, սա կլիներ միասնականությունը խորհրդանշող մեր ժողովրդի հավաքական այսպես
եւ միասնական լինելու հանգամանքը, որ Հայաստանն էլ իր պարտքն է համարում արևմտահայերենի պաշտպանությունը պատշաճ մակարդակով իրականացնել, դասագրքեր տպագրել եւ խրախուսել, որպեսզի Սփյուռքում արևմտահայերենը հանգարց ուրեմն չավարտվի։ Այսպիսի քայլերը կարծում եմ իրապես կնորոգեն եւ կամուրջ կստեղծեն Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, մի բան, որ պատերազմից հետո մեզ շատ է պակասում։ Ես ամեն անգամ տարբեր արտերկրի հայության հետ շփվելիս տեսնում եմ, որ դրա կարիքը կա, բայց պատասխան գործողություններ Հայաստանից չեն արվում եւ շատ կարծում եմ մոտ ապագայում, նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների մեր քննարկումների կարևոր առանցքը պիտի լինի, թե ինչպես պիտի կարողանանք Սփյուռքին ավելի ու ավելի ներգրավել մեր երկրի հասարակական քաղաքական կյանքում։ Հայաստանի քաղաքացի սփյուռքահայ մեր հայրենակիցները ինչպես պիտի իրացնեն իրենց քաղաքացիական պարտքը օրինակ արտերկրում։ Նրանք զրկված են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Գիտեմ, որ ազգային անվտանգության իրողություններով պայմանավորված այդպիսի հարցեր կան, բայց մենք պիտի էլեկտրոնային քվեարկության ինչ որ ձևեր մտածենք եւ պիտի հնարավորություն տանք այդ ընտրություններին մասնակցել։ Եթե հիշում եք 2003 թվականի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը 93%-ով պարտվեց Ստեփան Դեմիրճյանին Լոս Անջելեսում եւ դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը որոշեց, որ պիտի արգելվի Սփյուռքում առասարակ ընտրությունների անցկացումը։ Եւ մինչեւ օրս մենք չենք կարողացել այս խնդրին լուծում տալ։ Հեղափոխությունից հետո ինչ որ կերպ պիտի մենք սրան վերաբերմունք ձևավորենք եւ պիտի այս օրակարգերը կարևոր տեղ ունենան մեր անելիքների մեջ։ Ամեն դեպքում ձեր ասածը շատ մտահոգիչ է, ինչ վերաբերվում է այդ եկեղեցուն եւ այդ ռուսահայոց հնարավորությանը, ինչ որ կաթողիկոսություն առանձին կաթողիկություն ստեղծելը դա սարսափելի բան կլինի եւ այս պարագայում նաեւ այդ ամբողջ հսկա հայկական այդ ոնց ասեմ, չգիտեմ, էլի դա ուղղակի գաղթօջախ չես ասի։ Եթե հաշվում թե քանի մարդ է ապրում հայ Ռուսաստանում, այդ մարդկանց ոնց որ այսպես դնես դանակով կտրես, պորտալարը կտրես հայրենիքից, մայրաթորից կտրես, այո։ Եվ եթե եւ դարձնես եկեղեցին քաղաքական գործիք, կուսակցական գործիք Կրեմլի ձեռքին, որը կարող է որ դանակով ուղակի պետությունը, մեր պետությունը եւ մեր պետականությունը ուղակի կարող են առնակամ անել։ Ու մեր եկեղեցականները կարող են այս կամ այն կերպ դրանում մասնակցություն ունենալ։ Այս սա ամենաողբերգականն է։ Ասեմ, որ այս գործընթացներում նաեւ Ռուսաստանի հայոց թեմը չափազանց մեծ դերակատարություն է իր վրա վերցրել եւ սպառնալով այդ թվում նաեւ նյութական այսպես միջոցներ խոստանալով այս պահին դիմում են քահանաներին, որպեսզի իրենց առաջնորդների դեմ, ովքեր դեմ են այս գործընթացներին, առաջնորդների դեմ դիմումներ գրեն ի պաշտպանություն գործող կաթողիկոսի։ Այսպիսի գործընթացներ էլ կան եւ մենք պիտի ուշով հետևենք։ Այդտեղ կարելի է նաեւ Կրեմլի մատը տեսնել, ականջներով, ամեն ինչով։ Գիտեք, ազգային ժողովից արդեն քանիցս խոսվում է, որ ռուսահայոց թեմի առաջնորդը ուղղակի ԿԳԲ-ի գործակալ է։ Իսկ նրանք հրահանգավորվում են հենց Լուբյանկայից եւ բնականաբար Կրեմլն էլ այդտեղ ունի ուղիղ մասնակցություն։ Պարոն Բաբաջանյան, մենք ունենք 1 րոպե ժամանակ եւ առաջարկում եմ այդ 1 րոպեն օգտագործեք 26 թվականին ինչ պետք է անի ընդդիմությունը, այսինքն խորհրդարանում չգտնվող քաղաքական ուժերը, մանավանդ ձեր ղեկավարած քաղաքական ուժի նման քաղաքական ուժերը, որովհետեւ կարողանան հայտնվեն ազգային ժողովում։ Գիտեք, մենք ամեն Աստծո օր հանդիպումների մեջ ենք մեր հայրենակիցների հետ Հայաստանի տարբեր բնակավայրերում, գյուղերում, քաղաքներում, եւ այս հարցերը ինչ որ մենք հիմա քննարկում ենք, մարդկանց չեն հետաքրքրում։ Մարդիկ օրախնդիր հարցեր ունեն։ Ջրի, կաթի, իրենց արտադրած մթերքը իրացնելու այս հարցերի վերաբերյալ ոչ մեկ
հոգ չի անում եւ մենք որպես քաղաքական ուժ գնում ենք, լսում ենք այս խնդիրները եւ փորձում ենք այդ խնդիրներին լուծումներ գտնել անկախ ընտրություններից եւ անկախ ընտրական գործընթացներից։ Մեզ դա չի հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է, որպեսզի մենք կարողանանք Վարդենիսից մինչև Սիսիան եւ Անդին կարողանանք մարդկանց իրենց հողի վրա պահելու խնդիր լուծել։ Իսկ այդտեղ քաղաքականություն է պետք, այդտեղ կարևոր որոշումներ են պետք, որովհետեւ ամեն թիզը մեր երկրի ուսումնասիրելու, գույքագրելու կարիք ունի եւ այդտեղ ահռելի պոտենցիալ կա չիրացված ամբողջ ջրային ավազանների ջրի կառավարումից սկսած մինչեւ հողային այն ամբողջ դեգրադացված մակերեսը, որը այս պահին անհրաժեշտ է կուլտիվացնել եւ կյանք հաղորդել։ Այս հարցերն են չափազանց կարևոր, իհարկե դրան ուղեկցող նաև արտաքին քաղաքական շատ կարևոր զարգացումներ են լինելու 2026 թվականի հունվարին հավանաբար կբացվի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրի քաղաքացիների համար, սա իր հերթին կբերի մեծ ակտիվացում տնտեսական իմաստով դեպի եվրոպական գնողունակ շուկա, դեպի արաբական աշխարհ։ Հավանաբար այս տարի դեկտեմբերին մենք կունենանք դիվանագիտական հարաբերությունների հաստատում Թուրքիայի հետ, սա եւս ահռելի նշանակություն կունենա, գարնանը շատ կարևոր այցեր կլինեն Միացյալ Նահանգներից, նաև եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է, սրանք շատ կարևոր մեր երկրի ապագան նախանշող կարևոր իրողություններ են եւ մենք պիտի որպես քաղաքական ուժ պատրաստ լինենք այս զարգացումներին ամբողջ մեր պետությամբ եւ ժողովրդով։ Սա չի կարող մի կուսակցության օրակարգ լինել։ Սրանք համազգային օրակարգեր են։ Օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները, դեկտեմբերի 3-ի այս կարևոր համաձայնությունները համազգային օրակարգերի մաս են։ Սրանք մի կուսակցության հարց չեն կարող լինել եւ կարևոր է որպեսզի ազգային ժողովում եւ իշխանությունը եւ ընդդիմությունը կիսեն այս օրակարգերը եւ ամեն մեկը իր մասով օգնի, աջակցի, առաջ մղի ձեռք բերված պայմանավորվածությունները օր առաջ կենսագործելու եւ դրանք իրականություն դարձնելու համար։ Շնորհակալություն։ Ես եմ շատ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում հյուրուն կալվել էր Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Ամեն բարիք ձեզ։